Տիկին դատախազ նախ ցանկանում եմ արձանագրենք, որ այս դալիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչա կատարվում այս դալիճում։ Ընդդիմությունը դրա մասին բարձրաձայնում է, իշխանական պատգամավորները բնականաբար լռում են։ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, եւ դուք եկել եք նրա ետևից ազգային ժողով։ Բայց երկու դրվագի վրա ուզում եմ այդուհանդերձ մենք կանգ առնենք։ Ինչ են ասում մեր գործընկերները։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը ինչ-ինչ քրեական գործի շրջանակներում հայտնվել է պատկան մարմինների մոտ։ Հետո այդ հեռախոսի անձնական նամակագրությունները հայտնվել է իշխող ՔՊ վարչության, եթե չեմ սխալվում, 15 հոգանոց կազմի նիստին։ Տպած տարբերակով մարդիկ ծանոթացել են անձի անձնական նամակագրությանը։ Շատ պարզ հարց են ձեզ տալիս, սա նորմալ է, թե նորմալ չի։ Տիկին դատախազ, դեկտեմբերի 4-ի հարցու պատասխանի ժամանակ ի պատասխան իմ հարցի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պատկան մարմինները հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։ Դուք բոլորից լավ եք հասկանում այս բառերի նշանակությունը։ Հիմա ազգային ժողով, բայց եկել եք ոչխարների գործով Հովիկ Աղազարյանի հետևից։ Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, ինչպես բազմաթիվ այլ դրվագներով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է եւ զրպարտել է։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, ես քաղաքական հայտարարություններ չեմ անում։ Ես ներկայացրել եմ միջնորդագիր, երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող եւ միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու։ Արձագանք։ Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցի պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջ բերում եմ, հայտարարել եմ։ Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ, քաղաքական, բարոյական եւ այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր։ Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ։ Քաղաքական հայտարարության չեմ բարձրաձայնում, արձագանքում, դուք քաղաքական մանդատ ունեք, ես ոչ։ Ես ձեզ երկու հարց տվեցի, որոնք վերաբերելի չեն միջնորդագրին, Տիկին Խամոյան։ Գլխավոր դատախազը ներկայացնում է միջնորդագիր եւ նորմալի ու աննորմալի վերաբերյալ դատողություններ չի անում։ Ռուստամ Բաքոյան։ Կլինի տեղից չմիջամտեք եւ չխոսեք եւ հանգիստ թողեք, որ նիստը շարունակվի։ Հարց ունեք, գրավոր դիմեք գլխավոր դատախազին։ Կոնկրետ հարց ա եկել ներկայացնում, հարցում անընդհատ քաղաքական հայտարարություններ եք դրել։ Պարոն Դանիելյան, կոնկրետ ձեզ չէի նայում, բայց հիմա ձեզ էլ եմ նայում։